Մարդիկ կան ասում են Թուրքիայի դրոշը մի վառեք, բա ինչ անենք, ծածանենք։ Դրոշը յա ծածանվելու համար է, յա վառվելու։ Ֆունկցիոնալ այլ նշանակություն դրոշը առաջացման իսկ օրվանից չունի։ Ինչ խնդիր ունեք այդ դրոշը վառելու հետ։ Դրոշը ներկայացնում է ի սկզբանե պատմականորեն որևէ մի բանակի, իսկ այնուհետև պետականության քաղաքական սիմվոլ է։ Բա ինչ պիտի արվի Թուրքիայի դրոշը։ Փողփողացվի, ծածանվի։ Ու գիտեք ոնց են ուզում մանիպուլացնել ու մոլորեցնել մարդկանց, ներկայացնելով իբր կեղծ երկընտրանք կա, կամ պետք է այտենց անկապ դրոշ վառես ու անցնես գործերովդ, կամ իրական ինչ-որ պայքար մղես այդ դրոշը ներկայացնող պետության դեմ։ Սրանք իրար չեն հակասում։ Ավելին, մեկը հաջորդում է մյուսին։ Այդ տարիներ շարունակ, որ Ադրբեջանը իր զորավարժություններում հայկական դրոշի վրա էր պարապում, այսպես ասած, վառելով, քայլելով, այդ բան ինչի իրանք չէին խեղճանում։ Ինչի Ադրբեջանը ոչ մեկը չէր ասում, այ ախպեր ինչի հետևից եք ընկել, Հայաստանը մեր հողերը վեկալել է, դուք դերած դրոշի հետ եք կռիվ տալիս։ Առանձին վերցրած դրոշի հետ կռիվ չկա։ Կա կռիվ այդ դրոշը ներկայացնող քաղաքական կազմավորման։ Ու բոլոր նրանք, առաջին հերթին դեֆակտո իշխանությունները, որ լավ գիտեն, որ Ադրբեջանը Ղարաբաղում Հայաստանի մնացած գրաված տարածքներում հենց լավ էլ կռիվ ա տվել հայկական դրոշի հետ, եւ նախքան գրավելը, եւ գրավելուց հետո, բայց իրանք կեղծ քաղաքակիրթ դրբանի տակ մտած ձևակերպման տակ մտած փորձում են քննադատել Թուրքիայի դրոշի վառումը, ուրեմն իրանք նրա կողմնակիցն են։ Իրանք կողմնակից են, որ անընդհատ Հայաստանի Ղարաբաղի դրոշները վառվեն, բայց Թուրքիայի դրոշը փողփող է։ Որտեւ էլի եմ կրկնում, դրոշը չունի այլ ֆունկցիոնալ նշանակություն, բացի ծածանվելուց կամ վառվելուց։